Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես ազգային ժողովն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին կամ Եվրաքվեի մասին օրենքը։ Ինչ կտա սա Հայաստանի Հանրապետությանը եւ ինչ քայլեր պետք է հաջորդեն արդեն օրենքի ընդունումից հետո։ Եթե թույլ տաք սկսենք նախորդ քայլերից, գրանցենք այսօրը եւ անցնենք Շատ լավ սկսենք կռահումներին։ 1990 թվականի հունիս ամսին Սովետական միությունը լքեց Հայաստանի Սովետական սոցիալիստական հանրապետությանը արդեն պատերազմի մեջ գտնվող ու հեռացավ։ Եվ 1991 թվականի մի տարի հետո սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը հանրաքվեի մասնակցող ժողովուրդը մասնակիցների 99%-ը քվեարկեց Եվրոմիության օգտին։ Դա կարելի ասել ապստամբություն էր։ Դա ազգային ազատագրական շարժման մասնակիցների հերոսական թիվ, այ ոսկե տառերով դա կարելի է գրել մասնակիցների 99%-ը 2 միլիոն 490 հազար հոգի Սովետական Հայաստանի քաղաքացիների ասեցին գնում ենք Եվրոպա, հրաժարվում ենք հորդայից։ Որ հանրաքվեն նկատի ունեք այսինքն Անկախության հանրաքվեն։ Տեսեք անկախության հանրաքվեն 10,074 հոգի ասեցին որ ուզում ենք մնալ։ Ես սա հիշեցի հաջորդ մի քանի օր հետո սեպտեմբերի 23-ին այն ժամանակ դեռևս Գերագույն խորհուրդը քվեարկեց մասնակիցները 100%-ով քվեարկեցին անկախության օգտին։ Տեսեք, ուրեմն ազգային համազգային քվեարկություն, ես ասում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 95%-ը, մասնակիցների 99%-ը քվեարկել էր անկախության օգտին, դա նշանակում էր Եվրոմիության օգտին։ Ինչու է նշանակում այդպես, որ Հայաստանի անկախության օգտին քվեարկելը նշանակում է քվեարկել Եվրամիությանն անդամակցելու օգտին։ Հաջորդը սրանից 10 տարի առաջ 2015 թվականին Հայաստանի ազգային ժողովը 105 թե 103 ձայնով հրաժարվեց անկախությունից, Եվրոպայից, ազատություններից, Եվրազիական միությանը, Մաքսային միությանը, ոսկե հորդային, ուրդու հրաժարվեցին 5 հոգի թե 8 հոգի քվեարկեցին, հավատարիմ մնացին անկախությանը։ Այդ 105, 108 հոգին ովքեր որ կան անուն ազգանունով կան դրանք։ Տեսեք, ես ինչի եմ այդքան հեռվից գալի։ Հաջորդ անգամ արդեն անցյալ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր։ Նորից ես մեր ժողովրդի մասին եմ ուզում խոսել։ Մեր ժողովուրդը 60,000 հոգի հենց այնպես ձերքի հետ գիտեք Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Հովսեփ Խուրշուդյանը այդ չափազանց ռիսկային քայլ արեցին, հայտ ներկայացրեցին ստորագրահավաքի հավաքվեց 60,000 ու գիտեք ինչն էր, ես անհանգստանում էի, դառը փորձը կար նախորդ քվեարկության 2015 թվականի քվեարկության ազգային ժողովի վերնապոդանիների քվեարկությունը կար, որ ազգային ժողովը մերժեց անկախությունը, ընտրեց ճորտությունը, անհանգիստ էի, մտածում էի ինչ կլինի։ Ու հանկարծ 3 ես կարող եմ ասել, ուրեմն այդ քառյակը Հովսեփ Խուրշուդյանը, Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, պլյուս 60,000 պլյուս 64 հոգի։ Տեսեք ինչ թվեր են, 64 հոգի, այ եթե մենք մի քանի օր առաջ ֆուտբոլի օրինակ անցանք, այ եթե թվերով հաշվեինք, ուրդուն 64 միավորով պարտվեց, ուրդու 7 հոգի, ուրդու թե հորդա, հորդա, մենք հորդա ենք ասում, չէ, հորդայի կողմնակիցները 4 հոգի, 64 հոգի ազատության, անկախության, սա իրականում ապստամբություն, արդեն
իմ կյանքի մեջ որերորդ ապստամբություն։ Այսինքն դուք կարծում եք Եվրաքվեի մասին օրենքը ապստամբություն է։ Ապստամբություն էր, այո։ Բռնապետության դեմ, անազատության դեմ, բոլոր տեսակի հետադիմությունների դեմ, հետադիմության դեմ։ Այ մենք ապստամբեցինք հումքահանքային տնտեսության դեմ, ազգային խտրականության դեմ, դրա դեմ ապստամբեցինք, անազատությունների դեմ, սահմանափակումների դեմ։ Դուք թվարկեմ վտանգավորության դեմ, անընդհատ վտանգի մասին ենք խոսում, մեր երկիրը անընդհատ վտանգված է, մեր արժանապատվությունը անընդհատ վտանգվում է այնտեղ, մեզ հայհոյում են։ Տեսեք, որտեղ նկատի ունեք Ռուսաստանում։ Եվրազիական միությունում, Մաքսային միությունում, ռուս-թուրքական միությունում, հիմա ես այլևս չեմ ասում Ռուսաստան, ասում եմ Լենին-Աթաթուրք միությունում, Լենին-Աթաթուրք միությունում մեզ հայհոյում են, մեզ ազատազրկում են, մենք այնտեղ գերի ենք, այնտեղից դուրս գալու հայտ ներկայացրեցինք։ Եվ արդեն ասվել է Ռուսաստանի փոխվարչապետի կողմից, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի այս դեպքում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև։ Հայաստանը կատարել է, ժողովուրդը պահանջել է, իշխանությունը գնացել է ընթառաջ, իմիջիալից նախաբանից այդ հատվածը հանեցին, ժողովրդի պահանջով չէ, ասացին, որ մենք էլ ենք ժողովրդի հետ, այն նախաբանը այն հատվածը, որ հանեցին կառավարության պնդումով։ Ես մտածում եմ, ասում եմ, տեսնեք, մարդիկ, ասում են մենք էլ պարտադրված չի մեր քվեարկությունը, մենք էլ ենք ազատություն ուզում, հիմա այդպես է։ Իսկ դուք ամեն դեպքում համարում եք, որ սա ազատության մասին օրենք է։ Այո, այս ձևն է, ճիշտ այնպես ինչպես ինքնորոշման իրավունքի մասին խոսելը, նույնպես ապստամբության ժամանակակից ձևն է։ Պարոն Արշակյան, բայց այդուամենայնիվ ինչու եք համեմատում անկախության հանրաքվեն Եվրամիությանը անդամակցելու հետ, որ ասում եք 90-ականների սկզբին մենք մերժեցինք սովետական միությանը եւ այո ասեցինք Եվրամիությանն անդամակցության, այսինքն անկախությունը մենք համեմատում ենք նաեւ Եվրամիությանն անդամակցելու հետ։ Այո, ազատությունների օջախը Եվրոմիությունն է։ Մենք գիտենք արևելքում, օրինակ Պակիստանում ինչպես է, Աղվանստանում ինչպես է, Տաջիկստանում ինչպես է, Կորեայում ինչպես է։ Մենք գիտենք այնտեղ ինչպես է, այսինքն այլընտրանքը դա է։ Մենք գիտենք ում դաշնակիցներն ենք, հենց հիմա մենք Բելոռուսի նախագահը արդեն ինքն էլ է մոռացել երբ է ընտրվել կամ նշանակվել։ Տաջիկստանի նախագահը գալիս է սովետական միության ժամանակներից 30 տարուց ավել։ Դա ինչ կառավարման ձև է։ Մեր հարևան ֆեոդալական Ադրբեջանում հորից իշխանությունը անցել է որդուն։ Ռուսաստանում 6 անգամ նախագահը վերընտրվել է, սահմանադրությունը ամեն անգամ հարմարեցրել են իշխանության ամփոփոխությանը։ Դա է ընտրություն, այսինքն մենք դա պետք է ընտրենք կամ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հումք, հանք, վաճառի եւ ապրի, փակելու ենք Պոլիտեխնիկ ինստիտուտը, փակելու ենք, ես հարմար առիթով միշտ ասում եմ, մեր հայրենակիցը Եվրոպայի աստրոֆիզիկոսների ասոցիացիայի համանախագահ Գարիկ Իսրայելյանը ասում է, երբ որ ես գնում եմ NASA, Ամերիկայի Միացյալ Նահանգների աստրագետների միություն, աստրոֆիզիկոսների, ուղղակի չեմ հասցնում հայերին բարևել, այնքան հայ ինժեներ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների աստրոֆիզիկայի այդ համաստեղության մեջ, լուրջ գիտնականներ հայ, Հայաստանում չկա, Հայաստանում փակվում են տեխնիկական բուհերը, ես ուզում եմ, որ Հայաստանը լինի այդ կազմակերպության անդամը, ես տնտեսագետ չեմ, բայց կարող եմ մի երկու բառ ասել, Հայաստանը ինքնաբավ տնտեսություն չի կարող ունենալ, շուկան 3 միլիոն, 4 միլիոն հաշվենք, ինչքան կլինենք, 2.5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող ինքն իրեն ապահովել շուկայով, ուրեմն մենք պետք է ինտեգրվենք որևէ շուկայի մեջ, մեզ առաջարկում են, ասում են, ինտեգրվեք Տաջիկստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղստանի շուկային, ինտեգրվեք։ Ռուսաստանի մասին չեմ ասում, որովհետև նրանք այնքան անտառներ, լճեր,
ձկներ, հանքեր, նավթ ու գազ ունեն, որ նրանք կարող են ոչինչ չանել։ Ուղղակի այ նստել այդ թախտին եւ վաճառել։ Ամեն դեպքում կարծում եք, որ այո, մենք պետք է մեր տեղը միանշանակ Եվրամիությունը եւ սա ճիշտ քայլ էր, եւս մեկ քայլ առաջ, ինչպես շատ հաճախ ասում են քաղաքագետները։ Մի քայլ չէ, թռիչք։ Դա քայլ չի, դա թռիչք է։ Ֆեոդալական հարաբերություններից դեռ մենք պետք է լուրջ բարեփոխումներ անենք, այնտեղ այնպես չի, որ ասում են, հա, որ ուզում եք, բարի համեցեք մեր մոտ թոշակու կենսաթոշակ եւ սոցիալական նպաստություն։ Բայց այդքան հեշտ կտրվի այդ ամեն ինչը, արդյոք ռիսկեր չեք տեսնում այս этаպում, երբ մենք, այսպես ասած, վավերացրեցինք Եվրաքվեի մասին օրենքը, արդյոք հիմա չեք տեսնում խնդիրներ, ռիսկեր, նույն է ձեր ասած տարբեր կազմակերպությունների կամ տարբեր երկրների կողմից։ Սկզբից կազմակերպություն ես ռիսկ տեսնում եմ, որ այդ կազմակերպությունները դեռ բանտում չեն։ Այդ ռիսկային է, որ նրանք գրեթե բոլոր այդ քվեարկողները մեր մոտ ինչպես է կոչվում դա, հակակոռուպցիոն դատարանի հաճախորդներն են։ Դա ռիսկ կա, որ նրանք դեռ բանտում չեն։ Ովքեր այսքան նկատի ունեք։ Կոռուպցիոներները, այն մարդիկ, ովքեր որ 10 տարի առաջ 2015 թվականին Հայաստանը հանձնեցին հորդային Արուն ազգանունով Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները։ Ես ուզում եմ մի թիվել հիշեցնել, բոլոր դեպքերում ասեմ դա 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արդիական է, ասաց որ արունահեղությունից խուսափելու համար, քաղաքացիական պատերազմից խուսափելու համար Հայաստանի Հանրապետությունը հանձնում եմ։ Ես հանձնվում եմ եւ իմ երկիրը հանձնում եմ ոսկե հորդայի դրածոներին։ Դրածո տերմինը ինքը չասեց դա, մտավորական է։ Նա չասեց ես իրավունք ունեմ ասելու, ասեց որ ես երկիրը հանձնում եմ ոսկե հորդայի դրածոների կառավարմանը, հիմա դրա համար եմ ասում ազգային ազատագրականն է այս շարժումը։ Այսինքն դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները, չգիտեմ, մյուսները ասելով ում նկատի ունեք, պետք է բանտում լինեին։ Այո։ Երկիրը հանձնելու համար, երկիրը ոսկե հորդային հանձնելու համար ես տնտեսական, քրեական հանցագործությունները ինձ չեն հետաքրքրում։ Երբ դուք լսել եք, որ ասեմ թալանչի, մալանչի զգուշ քաշքշուկ, անզգուշ քաշքշուկ, ես ասում եմ այդ քվեարկությունը կազմակերպելու համար եւ իշխանությունը զավթելու համար 98 թվականին իշխանությունը զավթեցին ոսկե հորդայի դրածոները, այ հենց հիմա մենք դա ենք մաքրում, պատկերացնում եք քանի տարի է անցել, մենք դա ենք մաքրում, այս քվեարկությունը ես հենց այնպես չասեցի պլյուս 64 60,000 պլյուս 64 ձայնով մենք սկիզբն ենք դնում Հայաստանի Հանրապետության ազգային ազատագրության։ Մենք սկսում ենք պայքարը ազատագրության համար։ Ռիսկային է դա թե չէ։ Իհարկե ռիսկային է, որովհետև Շահառուն, ով որ մեզ դարձրել է իր շահերի ֆորպոստը, ով որ դարձրել է մեզ իր պատերազմի մարտական տարածքը, իր մանրադրամը, նրա համար իհարկե նա կպայքարի։ Այդ եմ ասում, վտանգ չեք տեսնում ռիսկային չի։ Ես ասացի, որ տեսնում եմ վտանգը, բայց ո՞րն է ավելի վտանգավոր։ 300,000 տղամարդ ուղարկել Բեռլինում, որ զոհվեն, դա վտանգ չի։ Վտանգ չէր սովետական միության կազմում լինելը, վտանգ չէր հրաժարվելը, կորցնելը Նախիջևանը, Ղարաբաղը, Վանը, Ղարսը, Արդահանը, Կիլիկյան կորցնելը վտանգ չէր, կորուստ չի, Իգդիրը կորցնելը, Արարատ լեռը կորցնելը, դա վտանգ չի, դա վնաս չի, դա է նրանք պահանջում, բա ոնց հանձնեցին Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը, հանձնեցին չէ, ռիսկ էր թե չէ նրանց հետ լինելը, ոսկե հորդայում լինելը, 2015 թվականին, որ քվեարկեցին միանում ենք հորդային եւ նրանց յաթաղանը կգա մեզ կպաշտպանի Ստեփանակերտում, արդարացավ դա։ Չարդարացել, որն է ավելի ռիսկային, լքված Վանը, լքված Ղարսը,
լքված հադրութը Լավ, ինչպես պետք է պայքարել այդ ռիսկերի դեմ, եթե այդպիսիք լինեն, պարոն Արշակյան։ արդյունավետ կառավարում է պետք։ Ուրիշ բան չէ։ Ենթարկվել մեր ժողովրդի կամքին։ Այ իշխանությունը մի գործ ունի։ Ճիշտ այնպես ինչպես երեք ես ասում եմ հանեցին այդ նախադասությունը, որ ենթարկվում ենք ժողովրդի պարտադրանքին։ Իրականում դա էր գրված նախաբանի մեջ։ Ենթարկվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտադրանքին մենք միանում ենք այդ ծրագրին, հանեցին այդ մասը, ասեցին, որ մենք չենք ենթարկում, մենք ինքներս դա ուզում ենք, ես իրենց մաղթում եմ բարի երթ, լավ աշխատեն, արդյունավետ կառավարեն, պայքարեն կոռուպցիայի եւ բոլոր տեսակի հանցագործությունների դեմ ազնվորեն, խոստացած բարեփոխումներ անեն, մենք դրան պատրաստ ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանում եւ Սփյուռքը արտասահմանում պատրաստ է բարեփոխումների լավ ապրելու, գրագետ լինելու, առողջ լինելու, սոցիալական ապահովությանը, մտավոր աշխատանքին, ես դա ասեցի, մենք մտավոր աշխատանքի պատրաստ ենք։ Երբ որ դուք իմ մականունը հիշում եք Գերագույն Սովետ, Գերագույն Խորհուրդ, 60 գիտնակար կար, Գերագույն Սովետ, Գերագույն Խորհուրդ ազգային ժողովում առաջի գումարման 60 հոգի падգամավորներից սովետական միությունում այդ պատնեշը հաղթահարած գիտնական կար։ Բայց հետո մենք տեսանք խորհրդարանում ովքեր հայտնվեցին բարբերաբար, տարբեր մականունավոր падգամավորներ կային։ Ենթամշակույթը քրեական, այսինքն հիմա էլ այնտեղ մարդիկ կան, որ կամ դատված են, կամ դատվում են քրեական գործերով։ Այ ես հենց դա եմ ասում, որ մաքրվեք։ Մեր ժողովուրդը տկետ գրեհիկ հանցագործ մարդկանց չի սիրում։ Մաքրեք, այ ստիչ դրեք, այսօր էլ ընտրություններ են, օրինակ Գյումրիում այսօր ընտրություններ են, քրեականները մասնակցում են, քրեական ենթամշակույթ կրող մարդիկ մասնակցում են ընտրություններին։ Դա ինչ ընտրության մասին օրենք է, որ նրանք կարողանում են հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես համարում եմ համար առաջի խնդիրը փակել ճանապարհը կոլաբորացիոնիստների եւ հանցագործների ճանապարհը փակել։ Նրանք իշխանությունում չպետք է հայտնվեն։ Հայտ չկային կարողանալ, չպետք է կարողանան հայտ ներկայացնել իշխանության համար։ Համար առաջի խնդիրը մեր այս քվեարկությունից հետո հաջորդ օրենքը դա պետք է լինի։ Ընտրությունների մասին օրենքը այնպես բարեփոխեն, որպեսզի Հայաստանը ունենա իրեն արժանի իշխանություն։ Պարոն Արշակյան, մենք խոսում ենք Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասին, դեպի Եվրամիություն գնալու մասին, բայց տեսեք, ապրիլին կմեկնարկի Եվրամիության վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարեց, որ վիզաների ազատականացման հարցն ամենացավոտն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությամբ, բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում։ Տեսեք, մենք գիտենք, թե ինչ հերթեր են Հայաստանում վիզաների ստացման հետ կապված։ 10 ամիս, 6 ամիս, 8 ամիս, այն դեպքում, երբ Եվրամիություն-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանում 2 շաբաթից 2 ամսվա ընթացքում են տրամադրում այդ վիզաները։ Այստեղից, երբ որևէ քաղաքացի մեկնում է Հռոմ, Վենետիկ կամ Վիեննա եւ շատ լավ տեսնում է, որ օդանավում ուղևորների մոտ 60%-ը հաստատ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Եթե տեղ չկա 10 ամիս հետո է 100,000-ը վճարում ես 2 ամիս հետո ես մտնում։ Այս հարցը ինչպես պետք է կարգավորվի։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանների տերը չի դեռևս։ Դե սա Հայաստանի Հանրապետության հետ կապված խնդիր չէ, սա այդ նույն Արևմուտքի հետ կապված խնդիր է։ Արևմուտքը բոլոր դարպասները չի բացել, ասում է, «Էստի համեցեք»։ Այս մենք կարծում ենք, որ 64 հոգով քվեարկեցին, 7 հոգու հաղթեցին, ոչնչացրեցին, ու դարպասները բացեն Եվրոպայի, հիմա եվրոները հոսելու են մեր բանկերն ու մեր գրպանները, այդպես չի։ Ես ասացի, որ լուրջ աշխատանքի սկիզբն է դա ընդամենը։ Նախ եւ առաջ սահմանները պետք է մերը լինեն, մենք պետք է տերը լինենք Հայաստանի մուտք ու ելքը։ Մենք ում չունենք այստեղ քաղաքացի, ով չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եվրոպացիները գիտեն ում հետ գործ ունեն։ Ասում են դեռ ձեր սահմաններին տեր կանգնեք, դուք դարձեք ձեր սահմանների տերը, որ Եվրոպա այսա չդառնա տրանզիտ։ Այդ ճիշտ այնպես, ինչպես գաղտնիք ասեմ ձեզ, մենք դարձել ենք այդ պատժամիջոցները շրջանցող արահետ։ Այսինքն դուք կարծում եք, այս խնդիրը նաև այդ, ինչպես դուք եք ասում, տեր կանգնեք ձեր սահմաններին դրա հետ է կապված։ Իհարկե մեզ բռնացրել են այդ
սանկցիաները շրջանցելու ժամանակ մեզ բռնացրել են եվրոպացիները, ասում են դուք որ միլիարդավոր դոլարների խախտում եք անում, մեզ խափում եք։ Դուք մարդկանց տերորիստների չեք տեղափոխի։ Բայց եթե մարդը հիմա դիմում է նույն վիզայի համար, ասում են դեռ պետք է հերթագրվեք, բայց երբ արտահերթ մտնելու համար վճարում ես, տեղը բացվում է, իմ ասած այդ է։ Դա սխալ է, դա ասում հանցագործություն է դա, թող փոխեն։ Եթե քրեականություն չկա մեջը, ուրեմն փոխեն, դա մեկ, երկրորդը ես ասում եմ, սկզբունքորեն պետք է լուծվի։ Մեր երկրում բնակվող մարդիկ պետք է վստահելի լինեն։ Եվրոպան չի ուզում տերորիստների բան լինի սա արահետ։ Դե մի քանի տուրիստականներ այդպես վախենում են բիզնեսով։ Եթե բեռները գնում են մաքսանենք ճանապարհով կարող է եւ տրաֆիկինգ լինել, կարող են լինել եւ անցանկալի մարդիկ այստեղից հայտնվեն։ Ուրեմն մեր իշխանությունները ես կարծում եմ որ դարպասները միշտ էլ կբացեն ով ուզում է թող գնա գա նրանց պայմանը ես համարում եմ որ դա համար առաջի խնդիրներից մեկն է վստահելի արտագաղթի եւ ներգաղթի դա այդպես են ասում այդտեղ մարդկանց տեղափոխության վստահելի կանոններ պետք է ունենանք մենք եթե մեր կանոնները երկրում լինեն վստահելի հուսալի ուրեմն կարծում եմ որ վիզայի հարցը նախ եւ առաջ թող քայլերից մեկը լինի կրթության հումանիտար վիզաների հարցը նախ եւ առաջ մենք արդեն ազգային ժողովի ֆունկցիաների մեջ ենք մտնում թող աշխատեն փող ենք տալիս լույս ենք տալիս արտոնություն ենք տվել թող աշխատեն Շնորհակալություն ես հիշեցնեմ իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր շնորհակալություն ուշադրության համար հաջողություն